Նախաքննության ավարտ ֆիզկուլտի ինստիտուտի ամբիոնի վարիչի գործով ըստ նախաքննական մարմնի Սուրեն Դանելյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ հիմնադրամի առողջարարական տեխնոլոգիաների, սպորտային տուրիզմի և կառավարման ֆակուլտետի Այչ Հատինյանի անվան սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի վարիչ իր ծառայողական լիազորությունների օգտագործմամբ կաշառք տվողի մատնանշած անձի օգտին հովանավորչություն կատարելու համար 2 դրվագով ստացել է կաշառքներ։ Այսինքն Սուրեն Դանելյանը հիշյալ հիմնադրամի Այչ Հատինյանի անվան սպորտային տուրիզմի և փրկարարական գործի ամբիոնի առկա ուսուցման ֆակուլտետում Էդիկ Հարությունյանի ուսումնառության ընթացքում հնարավոր խնդիրների առաջացման դեպքում դրանք լուծելու եղանակով վերջինիս օգտին հովանավորչություն կատարելու համար Էդիկ Հարությունյանի հորից Կարեն Հարությունյանից 2025 թվականի օգոստոսի 31-ին Երևան քաղաքի Գայի պողոտա 16-ում գտնվող Մեգամոլ առևտրի կենտրոնի 2-րդ հարկում գործող InTempo սրճարանում որպես կաշառք ստացել է կոնյակ և օծանելիք 2 տոպրակում։ Այսինքն Սուրեն Հակոբի Դանելյանը վերագրվում է հանցավոր արարք նախատեսված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Նախաքննության ավարտ է հայտարարվել և գործն ուղարկվել է դատարան։ Տեսնենք, թե ինչ է սպասվում դատարանում։ Փաստ է մեկ բան, որ ամբիոնի վարիչը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։ Գործով մեղադրել են ևս 3 անձ՝ Ռոբերտ Մկրտչյանը, Նորիկ Անդրեասյանը և Կարեն Հարությունյանը։ Ըստ էության կաշառք տվող անձիկ ևս հայտնվել են մեղադրյալի աթոռին։